Որդյակներ, վերջին ժամանակն է, եւ ինչպես լսել եք, նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր, դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։ Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։ Իսկ դուք օծում ունեք սրբից եւ ամեն բան գիտեք։ Բարի լույս սիրելիներ։ Այսօրվա ընթերցումը Հովհաննես Առաքյալի առաջին նամակից է։ Վերջին ժամանակներն ենք ապրում, որովհետև բազում նեռեր են եկել եւ արդեն կան, ներկա են։ Մեր միջից են ելել, որովհետև մեր տեսակն են, մարդ են, բայց ծառայում են ոչ Աստծուն։ Հետեւաբար, սիրելիներ, այսօրվա ժամանակաշրջանը մեզ համար նեռերի ժամանակաշրջան կարելի է կոչել։ Ինչու՞, որովհետև տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մարդիկ հայտնվում են, որոնք իրենց հորժորժում են որպես Քրիստոսներ։ Մարդիկ կան, որոնք գուշակություններ են անում, բախտագուշակություններ են անում, թուղթուգիր են անում, քանդում են, կապում են եւ մնացած երևույթները եւ այլ տեսակի կախարդություններ, ել չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք ներկայանում են իբր հոգեվոր մարդիկ, հոգեվորականներ անգամ, բայց իրենց արածը հոգեվոր գործ չէ։ Այսօր մենք այս խաժամուժի մեջ ենք։ Այսօր մենք այս խառնաշփոթության մեջ ենք։ Եվ այսօրվա հոգեվոր նախաճաշը գալիս է մեզ հիշեցնելու, որ պետք է լինի այդ ժամանակաշրջանը, բայց քանի որ մենք սրբից օծում ունենք, մենք ամեն բան գիտենք։ Մենք քրիստոնյաներս ի նկատի ունեմ, սիրելիներ, մենք բոլորս ունենք Տիրոջ այդ օրհնությունը տեսնելու եւ ճանաչելու եւ տարբերակելու։ Ցավով պիտի մատնանշեմ, երբեմն նույնիսկ եկեղեցվո հավատացյալները ընկնում են այս տեսակ մարդկանց ծուղակը։ Ելնելով այն ծանր վիճակից, թե հիվանդ են, այլևս ելք չունեն, ընկնում են այս մարդկանց ետևից եւ գնում են, կարծելով, որ այնտեղ է փրկությունը։ Հավատացեք ասածիս, փրկությունը մարմնավոր առողջության մեջ չէ։ Փրկությունը հոգևոր առողջության մեջ է։ Ում է պետք, եթե մարմինս առողջ լինի, բայց հոգիս այլևս կորսված լինի, որովհետեւ որտեղ հոգին ուժեղ է, այնտեղ մարմինն էլ ուժեղանում է։ Ուրեմն, սիրելիներ, մենք այսօր այս հոգևոր նախաճաշով պիտի անդրադառնանք, թե որքանով ենք մենք հոգով ընթանում եւ տեսնում այն բոլոր խաբեբայությունները, այն բոլոր ստախոսներին, որոնք ներկայանում են, թե իբր իրենք Աստծուց են եւ կարողանան զանազանել, որովհետեւ մենք գիտենք Տիրոջ հոգին մեզ այս ամեն ինչը ասել է։ Քրիստոս հայրյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։